Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, քիչ առաջ ինչպես հայտարարեցի, ես այսօր ունեմ շատ թանկյուր, որ շատ հազվադեպ է խոսում, 3 տարին մեկ, 4 տարին մեկ կամ 2 տարին մեկ, ինչ-որ ժողովրդական խոսքով ասում են ուրփաթախոսք է, բայց խոսելուց ինչպես ասում են, հետևից հասնել չի լինի, իմ հյուրն է, լեգենդար, մեզ շատ սիրելի Իսրայել Հակոբյանը, բարև ձեզ, նորից շնորհակալություն հրավերն ընդունելու համար, շատ կարևոր օրեր ենք ապրում, եթե իսկապես խոսելու ցանկություն է առաջ եկել, վստահ եմ, որ շատ ասելիք կա, խնդրեմ, Կիրակի օր ընտրություններ են, հայ ժողովուրդը պիտի կարևոր որոշում կայացնի, ինչու պիտի գնա ընտրությունների, ինչ օրեր ենք ապրում եւ ում պետք է ընտրի։ Խնդրեմ, եւ ինչ ունեք ասելու մեր ժողովրդին։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար, որ ինձ եք հրավիրել։ Բարձր մենակ։ Երկրորդը այս վերնաշապիկից համար եմ ուզում ասեմ։ Ինչ է որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նախագահի նկարն է։ Ոչ թե ես իր երկրպագուն եմ, այլ իմ երազանքն է, որ հայազգը ունենա մի հատ այսենց ղեկավար, որ համ իր հայրենիքը սիրի, համ իր երկիրը սիրի, համ էլ իսկականից հայաստանաբնակ մարդկանց սիրի, ոչ թե սուտ խոսքերով ասեն ես ձեզ սիրում եմ ու տակից ինչքան կարգին մարդ կա բռնեն կալանավորեն կամ ասենք ինչքան հերոսի ծնող կա ոտու ձեռ անեն տանեն եսիմ մի խոսքով երազանքս այսենց ղեկավար ունենալն է այսօր այդ հնարավորությունը մենք ունենք որ սենց ղեկավար ունենանք բայց ես ուզում եմ սկսեմ ամենասկզբից համաձայն եք չէ գյուղ չկա որ շուն չլինի հիմա լրագրողների մեջ էլ էլի կան տենց բան ու որդուս հետ, ավակ որդուս հետ կապված, որ ասենք իրան աշխատանքից հանեցին, լրագրողներ կան, որ գրել էին, որ Հակոբ Կոխյանի շնորհիվ է ընդունվել ինչ, ուղղակի ես իմ որդու մանկությունը հիշելով, որ միշտ անարդարության դեմ պայքարում էր ու նեղվում էր, որ ուժեղը թույլին նեղացնում է, բան սենսնեց, ու տենց ինքն է որոշե իրավաբանական ընդունվի, ավարտելուց հետո կարող են այդ լրագրողները, որ գրել են հոր խաթրեն գործի ընդունեք ամինչ, կարող են հետաքրքրվել, կիմանան, որ գերազանց գնահատականներով է ընդունվել քննիչական ակադեմիան, ավարտել գերազանց ու հետո էլ նշանակվել է կենտրոնում որպես քննիչ։ Մի ամիս աշխատելուց հետո ասում են գրի դուրս արի, ասում եմ չէ, ես այդքան սովորել եմ խի պետք է դուրս գամ, դե գնում ես Ղարաբաղ։ Ասում եմ գնում եմ, ու այդ պատերազմից հետո 21 թվի հունվարից նա 2 ամսով ուղարկում են Ղարաբաղ եսիմ գործերի։ 2 ամիսը անցակացնում, իսկ այդ գործուղման բաները տված չեն լինում, մենակ ասենք 120,000 սենյակ ավարձում, ինքը մի խոսքով իա հագուստը ամենօրյա մայրը կներեք էլի, որ մի քիչ ես կրթվածությանս լեզուս մի քիչ գրագետ չի, բայց ուղեղս է գրագետ։ Դրա համար կարող է բառեր նենց ժողովրդական արտահայտեմ, թող ներող լինեն լսողները, բայց դե իմացեք, որ 2 ամիս վատ պայմաններում մնալուց հետո ասում են գրելու ես դուրս գաս, ասում եմ չէ, չեմ դուրս գալու, այդքան սովորել եմ, ես պետքա շարունակեմ աշխատանքս, ասում են դե ուրեմն երկարացնում ենք, ասում եմ երկարացրեք, բայց միայն արդեն տունն էլ դուք պետքա վարձեք, միտեղ պետքա ասեք գոնե որը մի անգամ հաց ուտեմ, մի հատ էլ լվացկատան պետք է ասեք, գոնե շորերս շաբաթը 2 անգամ լվանամ, որովհետև իմ մայրը ամեն տուն մտնելուց հետո եմ շորերը փոխում, բայց ես համաձայն մի խոսքով չեն համաձայնվում ու հետա գալիս քրտնաջան ինքը աշխատում է ինչքան բարդ գործող տալիս են ինքն էլ խելոք կանում է բայց դե հիմա վերջում էլ այս հիմար դեպքերի հետ կապված երեխային խփելու բանի համար որ ուղարկում են տուն երևի բոլորդ էլ տեսակ
ինքը իր գործողությունը կատարել է, կանչում են բախի լրագրողներին ասում, որ բան չեն գտե։ Սրանք միտք ունեն, որ պետք է մի բան դնեն, որ գտնեն։ Դե ինքն էլ ասում է, բան չեմ գտե, այդ եմ ասում, լրագրողը հարցնում է, ոնց չպատասխանեմ։ Բա չպատասխանել, կարողա դու լավ չես նայել, դե գրի դուրս արի։ Ու այտենց գրե դուրս է եկել։ Ոչինչ։ Ինքը ամեն ինչ կվերականգնվի։ Այլինիքը թող մնա, ու մի բան կանի։ Հիմա շատ վճռական այդ նախաբանի համար, շատ վճռական օրերի ենք հասել, լինել թե չլինել, այդ իրավիճակին ենք հասել։ Հիմա մեր, եթե գիտեք ինչ, ինչքան էլ դառը լինի մեր անցյալը, պարտավոր ենք հիշելու։ Նախ թաթարը, հետո պարսիկը, հետո թուրքը, բացի մորթելը, նաև բռնաբարելը։ Հիմա այս ընտրություններից կախված է, թե ում ծնողներին են, ում մամաներին են բռնաբարել այդ իմ ասած մարդիկ ու ինչ տեսակի մարդիկ են ծնվել, պետք է ընտրեն մի 19-ը, 20-ը, ես իմ 50-ը կուսակցությունների, թե իսկական հայի գեներով են օժտված, 3 հատ կուսակցություն կա, որոնց կարելի է ընտրել 17, 3 ընտրել, այդ 3-ը, 7-ը ու 17-ը։ Այդ 3-ից բացի ուրիշին ընտրողը ես պատասխանատու հայտարարում եմ, ուրեմն թող գնան իրանց գեները ստուգեն, կտենան, որ թաթարի, թուրքի, պարսիկի արուն կա մեջները։ Այդ դրանց մասին։ Հիմա ուզում եմ հերթով անդրադառնամ։ Գիտեք ինչ, ես ասենք սպորտի մարդ լինելով պետքա սպորտով էլ որ ասենք բան անեմ, ինչ են ասում, ընտրություն կատարեմ, ասենք ունեմ 3 հատ համազոր իրար հավասար բռնցքամարտիկ մի քաշում։ Ես ինչ պետք է անեմ։ Չեմ կարա 3-ին էլ տանեմ։ Պետքա ամեն քաշում մի հոգի է կարելի մասնակցի։ Հիմա կան 3 հավասար մեկը մեկից խելքով մեկը մեկից ուժեղ կուսակցություններ, որ պետքա ընտրվի սրանց մեջից որևիցե մեկին։ Հիմա որ ես որպես ասենք բռնցքամարտի մասնագետ, որպես մարզիչ պետքա ընտրեմ դրանց այդ 3-ից մի հոգուն, որովհետև մի հոգին է կարելի որ մասնակցի։ Իմ ցանկությունը կլներ, որ 3-ին էլ մի անգամից ընտրեի, բայց այդպես հնարավորություն չկա։ Դրա համար ես օրինակ իմ սենց մտածելով պետքա ընտրեմ 17-ին, որովհետև համարում եմ մեջներից Հայաստան դաշինքին, ամենաօպտնին Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև ինքը 10 տարի ղեկավարել է երկիրը ու կարծեմ թե շատ լավ է ղեկավարել, որովհետև մոռացնել տվեց այն անլույս, հիմար տարիները, հետո մի ժամանակ բողոքում էին, չէ, տները քանդում, բան անում, բայց հիմա ինչ հույր կամ ինչ բան, տես Մակրոնի նման հիմարին էլ տարան էլի այդ Հյուսային պողոտան։ Տանում են Հյուսիսային պողոտա, տանում են Դիլիջանի թունել, տանում են Կասկադ իրա կառուցած, Երևանը շրջանցող բոլոր մայրուղիներ։ Իրա կառուցած տեղերով են ման տալիս։ Դավթաշենի մոստով գնում գալիս են։ Հիմա ուզում եմ հերթով անդրադառնամ այն մյուս երկուսին։ Ուրեմն գիտեք ինչ մարզիկներ կան, որ ասում եմ ասեք հորս արև Պարոն Ծառուկյանի արև, որ ասում եմ ինքը ձեր հերը, ձեր մամայի ամուսինը ուրիշ մարդ է, չէ, Ծառուկյանը մեզի հերել է, մերել է, բան, սենց, բայց նայում եմ ոնց են շահի համար Վազում Նիկոլի մոտ, բան, բայց որ սենց 2000 թվից Օլիմպիական կոմիտեի նախագահ է էլի Ծառուկյանը, ու որ սենց հաշվում եմ երևի միլիարդի ավտո, տուն, փողեր նվիրածել ես մարզիկներին։ Չէ, բայց ինչքան հաջողություններ։
այդ մարզիկները հենց որ պետք է պարգևատրվեն, բան անեն, այդում են ամենանուրբ տեղերը Ծառուկյանի մասաժ են անում, բայց հենց տեղը գալիս է, որ պետք է կողքը կայնեն, շահի հետևից են։ Ցավում եմ, որ գիտեք ինչ, մարզաշխարհի մեջ էլ կան sense մարդիկ, որ կարան հանուն շահի իրանց վաճառեն, էլի, այն գիտեք անդրավարտիկները իջացնեն ու կա պատրաստ սպասեն, ով պետք է իրանց վճարի։ Քիչ են, բայց այտենց մարզիկներից արդեն շատ է զզվանքս գալիս։